Սիրելիներս, ուզում եմ խոսեմ մի շատ կարևոր բանի մասին, նշանների մասին, որ մենք հաճախ խնդրում ենք Տիրոջից։ Ես վստահ եմ, որ շատերը Աստծուց նշան են խնդրում, որպեսզի հասկանան ինչ անեն, ինչպես անեն, այսինքն շատերը, ովքեր փորձում են Աստծու կամքով ապրել եւ Աստծու օրհնությունն են ուզում իրենց կյանքում, իրենց կատարած յուրաքանչյուր քայլի վրա, մանավանդ կարևոր քայլերի, կարևոր որոշումների վրա խնդրում են Աստծուց, որպեսզի Աստված իր կամքը ցույց տա, եւ շատ հաճախ նրանք Տիրոջից նշանով են խնդրում դա, որպեսզի Տերը իրենց նշան տա։ Եթե դու ամբողջովին դեռ չես պատկանում Հիսուս Քրիստոսին, դու ձգտում ես դրան, դու ուզում ես, դու ամեն օրդ ապրում ես այնպես, որպեսզի հասնես այնտեղ, որ քո երանելի կետն է, այսինքն օծվես Տիրոջ Սուրբ Հոգով եւ սկսես եւ մաքրվես եւ ընդունվես Տիրոջ կողմից եւ արդեն ապրես ամբողջովին Տիրոջ մեջ եւ Սուրբ Հոգին էլ քո մեջ ապրի եւ նրա առաջնորդությամբ, նրա ուղղորդմամբ քո ամեն քայլը, ամեն գործողությունը անես։ Բայց քանի դեռ դու այդ վիճակին չես հասել, շատ հնարավոր է, որ դու Տիրոջ ձայնը չկարողանաս ճիշտ լսել։ Ու դրա համար խնդրես Տիրոջից նշաններ, որպեսզի նա հաստատի, արդյոք սա իր կամքն է թե ոչ, որպեսզի նա քեզ ուղղություն տա, որպեսզի նա քեզ հուշի եւ այլն։ Այսինքն դու Տիրոջ կամքն ես ուզում։ Եվ քանի որ Տիրոջ ձայնը չես կարողանում դեռ ամբողջովին ճիշտ լսել, դու նրանից նշաններով ես խնդրում, որպեսզի նա իր ներկայությունը քեզ ցույց տա, նա իր կամքը քեզ ցույց տա, նա իր ճանապարհը քեզ ցույց տա։ Ու հենց այդ ժամանակ, երբ դու սկսում ես մշտապես նշաններ խնդրել Աստծուց եւ դեռ ամբողջովին Աստծու մեջ չես, ու հենց այդտեղ չարը կարող է քեզ խաբել։ Չարը ուղակի կօգտվի առիթից եւ իր կամքը ցույց կտա Աստծու կամքի տեղ եւ դու կշփոթվես կամ կսխալվես։ Հիմա դա շատ կարեւոր է, շատ կարեւոր թեմա է, որովհետեւ շատերն են Տիրոջից նշան խնդրում եւ սխալվում եւ շփոթվում ու հետո էլ ասում են, բայց ախր Աստված ինձ դա ցույց տվեց, բայց Տեր ջան, ախր դու ինձ այդպես ցույց տվեցիր։ Բա ոնց կարող էր այսպես լինել, չէ՞։ Այսինքն, եթե Տերը ցույց տված լիներ, դու չէիր սխալվի, բայց սխալվել ես ու արդեն հասկանում ես, որ մի բան այն չէ, ու սկսում ես մտածել, ուրեմն ես ճիշտ չեմ հասկացել, բայց ախր Աստված ինձ այսպես ցույց տվեց, ես նշան խնդրեցի եւ այդ պահին նշան եկավ եւ այլն։ Հիմա նայեք, Սատանան շատ ուշադիր հետևում է մեր յուրաքանչյուր քայլին, խոսքին եւ որոշումներին եւ նա արդեն ուսումնասիրում է մեզ, չէ՞ որ Սատանան անտեսանելի է մեզ համար, բայց մենք ենք նրա տեսադաշտում եւ նա ամբողջովին ամեն ինչ գիտի մեր մասին ու նա հասկանում է արդեն, որ այս մարդը ամեն անգամ Աստծուց նշան է խնդրում, որպեսզի Աստծու կամքը հասկանա եւ քանի որ այս մարդը բացարձակ կերպով դեռ չի պատկանում Հիսուս Քրիստոսին, ես կարող եմ իմ նշանը ցույց տալ Աստծու նշանի փոխարեն եւ այս մարդը կսխալվի, իմը կընդունի Տիրոջ փոխարեն։ Ու հենց այդ պահերին է, երբ նշան ենք ուզում եւ գալիս է նշանը, ու մենք մտածում ենք, ահա, Տիրոջ նշանն է, ուրեմն սա այսպես պետք է անեմ, օրինակ խնդրել էի, որ Տերը հաստատի, եթե իր կամքն է, որ ես դա անեմ, ուրեմն թող նշան տա, նշան տվեց, ուրեմն անում եմ։ Ու չենք պատկերացնում, որ դա չարը տվեց մեզ այդ նշանը։ Ես չեմ խոսում բոլոր դեպքերի մասին, ես խոսում եմ շատ դեպքերի մասին, ուզում եմ, որ դա դուք հասկանաք։ Ես չեմ խոսում բոլոր դեպքերի մասին, ես խոսում եմ այն դեպքերի մասին, երբ մենք ընդունում ենք նշան, հետո հասկանում ենք, որ սխալվել ենք։ Որովհետև Սատանան տեսնում է, որ մենք անդադար նշաններ ենք խնդրում Աստծուց, եւ մենք մեր սրտով, որ Աստված մեր սրտի միջոցով է մեր հետ խոսում, մեր հոգու միջոցով է մեր հետ խոսում, մենք դա չենք լսում, այլ ուզում ենք տեսանելի նշաններ եւ հենց այդ ժամանակ չարը իր տեսանելի սուտ նշանն է տալիս, բայց այստեղ մի բան կա, որ մենք պետք է շատ ուշադիր լինենք, որովհետեւ յուրաքանչյուրը իր հոգով միևնույն է զգում է, երբ ինչ որ նշան է գալիս ու մենք մտածում ենք, հա Աստված նշան տվեց, միևնույնն է մենք զգում ենք, որ մեր ներսում զգում ենք մի բան այն չի, բայց քանի որ ասել եմ Աստված ջան նշան տուր, ուրեմն Աստված տվեց, պիտի ընդունեմ, բայց հոգուդ խորքում զգում ես, որ մի բան այն չի,
Ու երբ որ չարն է նշան տված լինում, դու կասկածի մեջ ես ընկնում։ Միգուցե դու ինքդ քեզ չխոստովանես, միգուցե դու Աստծուն չխոստովանես, միգուցե դու քո կողքի մարդուն, ում հետ որ խոսում էիր եւ սպասում էիր Աստծո նշանին, նրան էլ չխոստովանես, բայց քո ներսում դու անհանգստություն ես զգում, դու կասկած ես զգում։ Եթե դու զգում ես կասկած, եթե քո աչքերը տեսան նշանը, բայց քո սիրտը կասկած է զգում, կամ քո սիրտը տխրություն է զգում, ուրեմն հասկացիր, որ դա չարն է քեզ տվել, դու պիտի քո սրտին լսես։ Ինչու՞, որովհետև չարը արդեն շատ լավ գիտի, որ դու մշտապես նշաններ ես ուզում, եւ նշաններով հենց ինքը կարող է քեզ խաբել եւ Աստծո անվան տակ գալ որպես նշան, ու դու ընդունես նրա ուղարկածը եւ սխալ գործես այդ ժամանակ։ Երբ աղոթում ես ու Աստծուց նշան ես խնդրում, մշտապես մի խնդրիր նշաններ, չարը արդեն սովորում է քո գործելավոճը, նա տեսնում է քո տեսակը, քո կերպը, ինչպես ես Աստծու հետ շփվում, նա տեսնում է եւ նա հասկանում է։ Մշտապես նշաններ մի խնդրիր։ Խնդրիր, Տեր, խնդրում եմ, հաստատիր իմ սրտում այնպես, որպեսզի ես անկասկած, ամենավստահ կերպով զգամ, որ դա դու ես, որովհետև քո սրտի մեջ Աստված է հաստատելու։ Երբ Աստված է հաստատում քո սրտի մեջ, դու դա զգում ես, եւ դա նշան չի, դա ուղղակի քո հոգին, քո սիրտը, քո մարմինը եւ միտքը մի ամբողջություն են դառնում։ Նրանք ուղղակի գիտեն, որ դա Աստծունն է։ Եվ խնդրիր, որ սրտիդ մեջ հաստատի, որովհետև սրտիդ մեջ կհաստատի Աստված։ Բացի այդ, երբ խնդրում ես, որ Տերը ցույց տա, երբ ինչ-որ կոնկրետ հարց ունես Աստծուն, կոնկրետ հարց, մի ասա Աստված ջան ինձ նշան տուր, մի ասա Աստված ջան ինձ նշան տուր, ասա Հիսուս Քրիստոսի անունով եմ խնդրում, Տեր Հիսուս Քրիստոս, իմ սուրբ երրորդություն, իմ սուրբ հոգի, ցույց տուր ինձ քո կամքը, հաստատիր ինձ այն իմ սրտում, Տեր Հիսուս Քրիստոսի անունով եմ խնդրում եւ խնդրում եմ քեզ իմ Տեր Աստված, որ թույլ չտաս, որպեսզի ես լսեմ ոչ թե քո ձայնը, այլ չարինը, թույլ չտաս, որ ես չարի ձայնը քոնի հետ շփոթեմ, թույլ չտաս, որ ես տեսնեմ մեկ ուրիշին, չարին տեսնեմ, այնպես արա, որ ես միայն տեսնեմ քեզ եւ միայն լսեմ քեզ։ Թույլ չտաս, որ չարը ինձ խաբի, թույլ չտաս, որ չարը ինձ գայթակղի, թույլ չտաս, որ չարը ինձ այն կերպով գա, որ ինձ թվա թե դա դու ես, այսինքն թույլ չտաս իմ Տեր, խնդրում եմ, որ ես խաբնվեմ, երբ սպասեմ քո պատասխանին, թույլ չտաս, որ ես խաբվեմ չարի կողմից։ Դրա համար իմ Տեր Հիսուս Քրիստոս քեզ եմ խնդրում, իմ Տեր Հիսուս Քրիստոսի անունով եմ խնդրում, Տեր Աստված, հաստատիր քո պատասխանը եւ քո կամքը իմ սրտի մեջ։ Մի գործեք նույն կերպ, քանի դեռ դուք ամբողջովին Սուրբ Հոգու ուղղորդմամբ չեք շարժվում, քանի դեռ դուք բացարձակ կերպով չեք լսում Աստծո ձայնը, քանի դեռ դուք կարող եք շփոթվել, սխալվել, չնայած բոլորս կարող ենք միշտ կարող ենք շփոթվել եւ սխալվել, բայց նա ում մեջ ապրում է Սուրբ Հոգին, եթե նույնիսկ սխալվում է Սուրբ Հոգին, շատ արագ ցույց է տալիս, որ դու սխալվել ես։ Դրա համար, քանի դեռ դուք ամբողջությամբ չեք պատկանում Հիսուս Քրիստոսին, ամեն անգամ ինչ որ հարց տալուց պարտադիր մի ասեք ուղակի Աստված ինձ ցույց տուր, ոչ Հիսուս Քրիստոս, որովհետև երբ դու Հիսուս Քրիստոսի անունով ես դիմում Աստծուն, չարը քեզ չի կարող խաբել։ Իսկ Աստված հասկացությունը, Աստվածը շատ տարբեր մարդիկ, ովքեր այդպես էլ չեն ընդունել Հիսուսին, իրենք պատկերացնում են, որ Աստված գոյություն ունի, ու երբ իրենք ուղղակի ասում են Աստված, իրենց պատկերացրած Աստվածին են դիմում, չարը գալիս է ու խաբում է նրանց։ Տիրոջ Տեր Հիսուս Քրիստոսի անունով միշտ դիմեք, միշտ Տիրոջ Տեր Հիսուս Քրիստոսի անունով դիմեք եւ նույն կերպ մի գործեք, խնդրեք, որ Տերը ձեզ Խնդրեք միշտ Տեր հաստատիր իմ մեջ, Տեր հաստատիր իմ սրտում, Տեր հաստատիր իմ հոգում, Տեր ցույց տուր ինձ այնպես, ինչպես դու ես ուզում։ Հասկացաք, նշաններ մի ուզեք պարտադիր ինչ-որ մի նշան, եթե սա այսպես ասի, ուրեմն սա այսպես է։ Չէ։ Նշան կոնկրետ մի ուզեք, ասեք Տեր, ինչպես որ դու ես ուզում, բայց խնդրում եմ այնպես արա, որ ես ամբողջովին կատարյալ կերպով հասկանամ, որ դա քո ձայնն է, որ դա դու ես ասում ինձ։ Երբեք ու երբեք մշտապես նույն կերպով մի ուզեք նշաններ, որովհետև չարը արդեն հասկանալու է ձեզ, ինչպես եք դուք Աստծու հետ խոսում, ինչպես եք պատասխաններ ուզում ստանալ Աստծուց, ոչ թե ձեր պատկերացրած ձևով ուզեք պատասխանը, այլ այնպես ինչպես Տերն է ուզում։
ինչպես քո կամքն է Տեր, բայց խնդրում եմ, որ հաստատես դա իմ մեջ եւ այնպես անես, որ ես չշփոթվեմ, որ ես կասկած չունենամ։ Եվ եթե ինչ-որ մի բան է լինում, ձեր խնդրանքից հետո, ինչ-որ նշան կամ ինչ-որ մի բան, որ ձեզ թվում է դա է, եթե ձեր սրտի մեջ կասկած կլինի, դուք հասկացեք, որ երբ Տիրոջից է, միայն խաղաղություն է լինում մարդու սրտի մեջ, կասկածներ չեն լինում։ Այդ ժամանակ խնդրեք Տեր Հիսուս Քրիստոսին, որ նա նորից հաստատի, եթե իրենից չի Տեր, քո իշխանությունը թող լինի իմ վրա եւ ամեն գործի վրա, եւ եթե քեզանից չի, խնդրում եմ քո ձեռքով հեռացրու, ես քո կամքին ենթակա եմ։ Այսինքն երկրորդ անգամ հաստատում եք խնդրում Տիրոջից եւ խնդրում եք, որ եթե իրենից չի, նա հեռացնի դա ձեզանից եւ ես ենթակա եմ քո կամքին եւ ես սպասում եմ քո կամքին ու Տերը կանի ինչ որ պետք է ու դուք կտեսնեք, որ Տերը ուղակի հեռացրեց դա եւ դա իր նշանը չէր։